3.5 միլիոն դրամ կտայիք Աննա Հակոբյանի հետ ընտանիքով ընտրելու համար։ Իհարկե ոչ։ Իրանք աշխարհի ամենատակնք մարդիկ։ Չէ։ Մի կոպեկ էլ չէ դա։ Չէ։ Ոչ։ Չէ։ Ոչ։ Այ անունները մի տվեք, չէ։ Իմաց չեմ տենում դրան։ Ոչ։ Ես նման բաների չեմ հավատում, չեմ անում։ Լավ էլի։ Ոչ։ Որովհետև Ոչ։ Կանոնային շինարարություն կանեի։ Արցախցի ես չեմ կարող այդ հարցին պատասխանեմ, ընտրումներ եք, ես չեմ կարող, բայց չէ, ոչ մի դեպքում։ Չէ, ոչ մի անգամ։ Անեն կոնչի կուտողների դարան են երկրիտեր իրական համար երկու փող դրեմ, ես ամ հետները հասուցան։ Չի կարելի, մենք մեր վաղտին հաղթեցինք։ Երկրիտեր դարան, իսկ մեր պետալով տալիս եմ Թուրքին։ Միլիոն դրամ կտայիք Աննա Հակոբյանի հետ ընտանիքով ընտրելու համար։ Մեծ սիրով։ Աննա Հակոբյանի հետ, որքան հնարավորություն ունենա այդ կանել կտայի միայն իրա կողքը լինելու համար։ Բալես ամենակարևորը հայրենիքն է։ Ամոթ իրան, եթե նա այդպիսի առաջարկ արել, գումարի անունը պետք է չտա։ Կարծում եմ Նիկոլը կմտածի այդ մասին։ Ոչ մի դեպքում։ Դե որովհետև 3.5 միլիոն պետք է ունենամ որ տամ։ Բայց որ ունենայի, Էլի չէի տա։ Ամեն մարդ իր փողը պետք է աշխատի։ Հենց թող ժողովրդի բարելավի նոր այդ գործերը անի։ Մարդիկ սոված են, փող չունեն, բան չունեն։ Թոշակը ինչքան է։ 40,000 թոշակ եմ ստանում, բանաստեղծ մարդ եմ, ինչով ապրեմ։ Հարկերը դրել է մեր վրա, փողը հավաքում որ ինչ անի։ Իրա բյուջեն շատացնի։ կանայք, տղամարդիկ, հերթը հիմա ընտանիքներինն է։ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ հաջողակից սկսնակին ծրագրին աջակցելու նպատակով մայիսի 26-ին ժամը 18:00-ին Հայրիկ ռեստորանում կկայանա բարեգործական ընթրիք, որին կարող են մասնակցել հաջողակ եւ կայացած ընտանիքները, ովքեր նախապես ձեռք կբերեն մասնակցության տոմս։ Տոմսի արժեքը 3.5 միլիոն դրամ է։ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք, կցանկանայիք 3.5 միլիոն տրամադրել եւ ընտանիքով մասնակցել Աննա Հակոբյանի հետ ընթրիքին։